Պատմիր ինձ, ինչ կանեիր, եթե քո ամենաշատ սիրած մարդը քեզ վերածեր շքեղ զարդի։ Նա երկար ժամանակ ձացնում էր, թե չի տեսնում, մինչ որ մի բառ արթնացրեց նրան։ Առանց փողի, առանց պլանի, առանց երաշխիքների նա ընտրեց նոր կյանք սկսել։ Եվ անորոշության մեջ նա հայտնաբերեց այնպիսի սեր, որի արժանի երբեք չէր կարծում։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք սիրելիների հետ, մի մոռացեք մեզ ասել, թե որտեղից եք դիտում։ Մարինե Հովհաննիսյանը միշտ հավատացել էր, որ սերը զոհաբերությունների արդյունք է։ Փոքր տարիքից, Երանի արևելյան թաղամասի մի պարզ թաղամասում մեծանալով, նա տեսել էր, թե ինչպես էր մայրը հրաժարվում երազանքներից ընտանիքի մասին հոգ տանելու համար, տեսել էր, թե ինչպես էր տատը լռեցնում իր սեփական ցանկությունները, հանուն տան խաղաղության։ Եվ երբ Էդուարդ Ալեքսանյանը հայտնվեց նրա ճանապարհին, բարձրահասակ, տպավորիչ, հորից ժառանգած շինարարական ընկերության սեփականատեր, նա հավատաց, որ դա իր ճակատագիրն է։ Հաջողակ, հարգված մի մարդ, ով նրան էր ընտրել բազում ուրիշների միջից։ Նա 22 տարեկան էր։ Նա 35։ Նրանք ամուսնացան շքեղ արարողությամբ Արարատի պալատում, ներմուծված ծաղիկներով հյուրերի ցուցակով, որը կարծես վերցված լիներ հասարակական ամսագրի էջերից։ Առաջին ամիսները լավ կառուցված պատրանք էին։ Էդուարդը նրան ծածկեց թանկարժեք նվերներով, տարավ միջազգային ճանապարհորդությունների, ներկայացրեց իր գործարար ընկերներին որպես իր ամենաթանկարժեք զարդը։ Մարինեն, հիացած, չնկատեց նշանները։ Չնկատեց, որ նա սկսում էր ընտրել նրա հագուստները, կարծիք հայտնել նրա մազերի մասին, առաջարկել, որ նա պետք չէ աշխատի, քանի որ հիմա ամուսին ուներ, որը պետք է պահեր նրան։ Չնկատեց, որ յուրաքանչյուր առաջարկ իրականում հոգատարության քողի տակ քողարկված պարտադրանք էր։ Ժամանակի ընթացքում կենտրոնի առանձնատունը, որը երազանք էր թվում, վերածվեց մարմարե ապակե բանտի։ Մարինեն ուշ էր արթնանում, քանի որ վաղ արթնանալու պատճառ չկար։ Սուրճ էր խմում մենակ, քանի որ Էդուարդն արդեն գրասենյակում էր։ Կեսօրերն անցկացնում էր, թափառելով հսկայական սենյակների մեջ, կազմակերպելով մանրամասներ, որոնք կազմակերպման կարիք չունեին, սպասելով ամուսնու վերադարձին։ Եվ երբ նա վերադառնում էր, դա լինում էր լուր ճաշելու, գրասենյակում փաստաթղթեր վերանայելու կամ նորից դուրս գալու գործնական հանդիպումների համար, որոնց նա ցանկալի չէր։ Նա փորձեց լցնել դատարկությունը։ Առաջարկեց ինտերիերի դիզայնի դասընթաց անցնել։ Էդուարդը ծիծաղեց, ասելով, որ նրան դա պետք չէ, որ իր կինը չի աշխատում։ Մտածեց երեխաներ ունենալու մասին, բայց նա միշտ հետաձգում էր այդ թեման, պատճառաբանելով, որ դեռ ճիշտ ժամանակը չէ։ Մարինեն իրեն զգում էր ցուցափեղկի ճենապակյա տիկնիկի պես, գեղեցիկ տեսքով, բայց անշարժ։ Եվ ամենավատն այն էր, որ նա սկսեց հավատալ, որ դա բավական է։ Որ հարգված ազգանուն ունենալը, շքեղ տունը, անսահմանափակ կրեդիտ քարտը հենց դա էր, ինչը սահմանում էր հաջողակ կյանքը։ Բայց ճշմարտությունը բացահայտվում էր փոքր մանրամասներում։ Ճաշերի ժամանակ, երբ Էդուարդը բոլորի հետ էր խոսում, բացի նրանից։ Երեկույթների ժամանակ, երբ նա նրան ներկայացնում էր որպես կին, բայց հայացքը շեղում էր, երբ նա փորձում էր մասնակցել խոսակցություններին։ Նրան վերաբերվելու ձը, որպես իր ընդլայնում, երբեք որպես ամբողջական անձնավորություն։ Մարինեն սկսեց մարել։ Նրա ձայնը դարձավ ավելի ցածր։ Նրա ժպիտները ավելի ստիպված։ Եվ նա նույնիսկ չէր նկատում, որ անհետանում էր, քանի որ իր շուրջն ամեն ինչ այնքան էր փայլում, որ անհնար էր թվում, որ մթություն կարող էր լինել։ Այն գիշերը, որը փոխեց ամեն ինչ, տեղի ունեցավ մայիսի մի չորեքշաբթի։ Էդուարդը բարեգործական ընթրիք ուներ ունիկ հյուրանոցում, կարիքավոր երեխաներին աջակցող հաստատության համար միջոցներ հավաքելու միջոցառում։ Իրոնիա, մտածեց Մարինեն, երբ պատրաստվում էր, հագնելով մուգ կապույտ զգեստը, որը նա էր ընտրել։ Էդուարդը հանրության առջ առատաձեռն էր, ծափահարվում էր իր բարեգործության համար, բայց տանը համբերություն չուներ ոչ մի բանի համար, որը չէր պտտվում իր շուրջը։ Սրահը լիքն էր գործարարներով, քաղաքական գործիչներով, երանյան բարձր հասարակության հայտնի դեմքերով։ Մարինեն ժպտաց, ողջունեց, ճիշտ պահերին ճիշտ խոսքերն ասաց։ Նա սովոր էր անտեսանելի լինել նույնիսկ ներկա լինելիս։ Բայց այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, ինչ-որ բան նրա ներսում սկսեց կոտրվել։ Նրանք նստած էին գլխավոր սեղանի շուրջ, խոշոր տեխնոլոգիական ընկերության նախագահի նրա կնոջ կողքին։ Կինը համակրելի, Մարինեին հարցրեց, թե ինչով է նա զբաղվում։ Դա պարզ, անմեղ հարց էր։ Մարինեն բերանը բացեց պատասխանելու, բայց Էդուարդն առաջ անցավ։ Նա տան մասին է հոգ տանում, ասաց նա, հովանավորական ժպիտով։
Պետք չէ անհանգստանալ աշխատանքի մասին։ Ես երաշխավորում եմ, որ նա ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Մարինեն զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Փորձեց ինչ-որ բան ասել, բայց նա շարունակեց. Մարինեն միշտ շատ նուրբ է եղել կորպորատիվ աշխարհի համար։ Նա ավելի լավ է լինում դեկորատիվ։ Բառը նրա մտքում արձագանքեց որպես կրակոց։ Դեկորատիվ։ Նա դա ասել էր բնականորեն, կարծես հաճոյախոսություն աներ։ Բայց սեղանի շուրջ գտնվող մյուս մարդկանց աչքերում Մարինեն տեսավ կարեկցանք։ Եվ այդ պահին ինչ-որ բան նրա ներսում վերջնականապես կոտրվեց։ Ընթրիքի մնացած մասն անցավ մշուշի մեջ։ Նա ժպտաց, երբ պետք էր ժպտալ, գլխով արեց, երբ պետք էր գլխով անել, բայց ներսից քանդվում էր։ Դեկորատիվ։ Հենց դա էր նա իր համար։ Զարդարանք։ Դեկորատիվ մի կտոր, որը նա ցուցադրում էր հասարակական միջոցառումներում, բայց որը արտաքինից բացի այլ արժեք չուներ։ Տունդարձի ճանապարհին, ներմուծված մեքենայի մեջ, Մարինեն լուռ էր։ Էդուարդը վարում էր, մի ձեռքը ղեկին, մյուսը հեռախոսի հետ։ Նույնիսկ չնկատեց, որ նա լացում էր։ Նույնիսկ չհարցրեց, թե ամեն ինչ կարգին է։ Երբ նրանք հասան առանձնատուն, նա անմիջապես գնաց գրասենյակ։ Մարինեն բարձրացավ իր սենյակ, փակվեց լոգարանում, 3 տարվա մեջ առաջին անգամ իրեն թույլ տվեց անզուսպ լացել։ Նա հայելու մեջ նայեց իր արտացոլանքին։ Ո՞վ էր այդ կինը։ Կատարելապես հարդարված մազերով, անթերի դիմահարդարմամբ, դիզայներական զգեստով, բայց դատարկ աչքերով։ Ո՞ր էր այն Մարինեն, որը երազում էր դիզայներ դառնալ, որը սիրում էր նախագծել ինտերիերներ, որը բարձր ծիծաղում էր մերկ ոտքերով պարում էր սենյակում մանուկ հասակում։ Ո՞ր էր այն աղջիկը, որին իր մայրը դաստիարակել էր ուժեղ անկախ լինելու համար։ Նա անհետացել էր։ Եվ Էդուարդը օգնել էր ջնջել նրան, քար առ քար, բառ առ բառ։ Այդ գիշեր Մարինեն իր կյանքի ամենադժվար որոշումը կայացրեց։ Նա կհեռանար։ Չգիտեր ուր, սեփական փող չուներ, աշխատանք չուներ, բայց գիտեր, որ այլս չէր կարող այդպես ապրել։ Նա նախընտրում էր զրոյից սկսել, հատակի ներքնակով քնել, ամեն օր բրինձ ու լոբի ուտել, քան շարունակել լինել ստվեր, դեկորացիա, անձայն կին։ Հաջորդ օրը, մինչ Էդուարդը գրասենյակում էր, Մարինեն ճամպրուկ հավաքեց անհրաժեշտ իրերով։ Պարզ հագուստներ, փաստաթղթեր, մի քանի հին լուսանկարներ։ Թողեց զարդերը, դիզայներական զգեստները, թանկարժեք կոշիկները։ Թողեց այն ամենը, ինչ նա էր տվել, քանի որ դրանցից ոչ մեկն իրականում իրենը չէր։ Գրեց մի կարճ, ուղիղ գրություն։ Ես այլս չկարողացա լինել այն, ինչ դու ուզում էիր, որ լինեի։ Ես պետք է գտնեմ, թե ով եմ ես։ Մի փնտրիր ինձ։ Մարինե։ Զանգեց տաքսի հավելվածով դուրս եկավ դռնից, առանց հետ նայելու։ Սիրտը արագ էր բաբախում, ձեռքերը դողում։ Էին, բայց նա մի տարօրինակ զգացողություն կար, որը նրան մի քանի րոպե պահանջվեց ճանաչելու համար։ Դա թեթություն էր։ Դա ազատություն էր։ Առաջին օրերն անցկացրեց դպրոցական հին ընկերուհու, Ջուլիայի տանը, ով ապրում էր Կոնդի մի փոքր բնակարանում։ Ջուլիան հարցեր չտվեց, պարզապես բացեց դուռը, բացեց իր գրկերը։ Նա էր, ով օգնեց Մարինեին աշխատանք փնտրել, ռեզյումե կազմել, հարցազրույցներին պատրաստվել։ Մարինեն մասնագիտական փորձ չուներ, բայց ուներ վճռականություն։ Եվ ուներ մի բան, որը շատերը կորցնում էին կյանքի ընթացքում, նորից սկսելու ցանկություն։ 2 շաբաթ որոնումներից հետո նա հարցազրույցի հնարավորություն ստացավ Սարգսյան գործընկերներ բիզնես խորհրդատվական ընկերությունում, որը գտնվում էր Մաշտոցի պողոտայում։ Դա վարչական օգնականի թափուր աշխատատեղ էր։ Աշխատավարձը համեստ էր, բայց դա սկիզբ էր։ Մարինեն զգուշությամբ պատրաստվեց։ Գնեց պարզ կոստյում հանրախանութից, մազերը հավաքեց կոկիկ հանգույցով, փորձեց պատասխաններ հնարավոր հարցերի համար։ Հարցազրույցը վարչական բաժնի ղեկավար Բեատրիս անունով 40 տարեկան կնոջ հետ էր։ Նա ուշադիր, բայց բարի հայացք ուներ։ Հարցեր տվեց փորձի, հմտությունների, մատչելիության մասին։ Մարինեն անկեղծ էր։ Ասաց, որ պաշտոնական փորձ չունի, բայց կազմակերպված է, պատասխանատու պատրաստ է սովորելու։ Բեատրիսը երկար նայեց նրան, կարծես կարդում էր ռեզյումեից ավելին։ Ինչու ես ուզում այս աշխատանքը, հարցրեց նա։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Որովհետև պետք է նորից սկսեմ իմ կյանքը։ Որովհետև ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ ես ունակ եմ։
Որովհետ այլս չեմ ուզում ոչ մեկից կախված լինել գոյություն ունենալու համար։ Բեատրիսը ժպտաց. Դու ընդունված ես աշխատանքի։ Երկուշաբթիից սկսիր։ Մարինեն դուրս եկավ այդ սենյակից, իրեն հետ զգալով առաջին անգամ տարիների ընթացքում։ Նա ինքնուրույն էր հասել դրան։ Ոչ թե ազգանվան, ոչ թե կապերի, այլ իր շնորհիվ։ Դա փոքր քայլ էր, բայց իրենն էր։ Շաբաթ օրը Ջուլիայի օգնությամբ Մարինեն վարձեց մի փոքր բնակարան Նոր թաղամասում։ Դա պարզ ստուդիա էր, ներկման կարիք ունեցող պատերով կահույքով, որը նա պետք է քիչ-քիչ ձեռք բերեր։ Բայց դա իրենն էր։ Ամբողջությամբ իրենը։ Այդ գիշեր նա քնեց ներքնակով հատակին, ծածկված փոխառված սավանով, դա ամենալավ քունն էր, որ նա ունեցել էր 3 տարվա ընթացքում։ Երկուշաբթի օրը, առավոտյան ժամը 8-ին, Մարինեն Սարգսյան գործընկերներ ընկերության դռան մոտ էր։ Շենքը ժամանակակից էր, ամբողջությամբ հայելապատ ապակուց, լայն էլեգանտ նախասրահով։ Նա ներկայացավ ընդունարանում, ստացավ ժամանակավոր նշան տարվեց 14-րդ հարկ, որտեղ գտնվում էր վարչական բաժինը։ Բեատրիսը նրան դիմավորեց ժպիտով կարճ ներկայացրեց գործընկերներին։ Բաժնում 6 հոգի կար, բոլորը համակրելի օգտակար։ Մարինեին հատկացվեց պատուհանի մոտ գտնվող սեղան, քաղաքի մասնակի տեսարանով։ Բեատրիսը բացատրեց գործառույթները, ցույց տվեց համակարգերը, տվեց սկզբնական ուղեցույցները։ Մարինեն ամեն ինչ ուշադիր էր ընկալում, նշումներ անելով տետրում։ Առաջին օրերը լարված էին։ Շատ բան կար սովորելու, շատ գործընթացներ հասկանալու։ Մարինեն վաղ էր գալիս ուշ էր գնում, վճռականորեն ապացուցելու, որ արժանի է այնտեղ լինելու։ Գործընկերները շուտով նկատեցին, որ նա ջանասեր է օգտակար։ Միշտ օգնություն էր առաջարկում, միշտ պատրաստ էր մի փոքր ավելին անելու։ Քիչ-քիչ նա ձեռք բերեց թիմի վստահությունը։ Դա տեղի ունեցավ երկրորդ շաբաթվա 5-շաբթի օրը։ Մարինեն բաժակով սուրճով վերադառնում էր ճաշարանից, երբ միջանցքում ինչ-որ մեկին բախվեց։ Սուրճը թափվեց, բծելով նրա սպիտակ վերնաշապիկը։ Նա սառեց, ամոթահար։ Ես շատ եմ ցավում։ Կներեք, ես չտեսա, եսը։ Հանգիստ, ամեն ինչ կարգին է, ասաց տղամարդը, հանգիստ ժպիտով։ Մարինեն վերջապես նայեց նրան։ Բարձրահասակ, թեթակի խառնված մուգ մազերով, խորը շագանակագույն աչքերով, արտահայտիչ դիմագծերով։ Հագել էր վերնաշապիկ, հիմա սուրճի բծերով, դերձակված տաբատ աննկատ, բայց ակնհայտորեն թանկ ժամացույց։ Նա գեղեցիկ էր բնական, անջանք ձով։ Ես կվճարեմ լվացքատան համար, երդվում եմ, ասաց Մարինեն, դեռ նյարդային։ Նա ծիծաղեց։ Պետք չէ։ Ես ուրիշ վերնաշապիկներ ունեմ։ Բայց եթե ուզում ես ինձ հատուցել, կարող ես ինձ նոր սուրճ բերել։ Այս անգամ չթափելով։ Մարինեն կարմրեց, բայց գլխով արեց։ Իհարկե։ Նորից կներեք։ Ինչ է քո անունը, հարցրեց նա։ Մարինե։ Մարինե Հովհաննիսյան։ Ես այստեղ սկսել եմ 2 շաբաթ առաջ։ Բարի գալուստ ընկերություն, Մարինե։ Հուսով եմ, որ դուր է գալիս։ Այո, շնորհակալություն։ Նա գլխով արեց գնաց միջանցքով։ Մարինեն մի պահ կանգնած մնաց, դեռ մշակելով այն, ինչ տեղի էր ունեցել։ Վերադարձավ իր սեղանի մոտ պատմեց կողքի գործընկերուհուն, Ֆերնանդային։ Չես հավատա, ես հենց նոր սուրճ թափեցի մի տղայի վրա միջանցքում։ Ինչ ամոթ։ Ֆերնանդան աչքերը լայն բացեց։ Ինչպիսին էր նա։ Բարձրահասակ, մուգ մազերով, շագանակագույն աչքերով, շատ գեղեցիկ։ Սպիտակ վերնաշապիկ էր հագել։ Ֆերնանդան ձեռքը բերանին դրեց։ Մարինե, դա Գաբրիել Սարգսյանն էր։ Ընկերության սեփականատերը։ Մարինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում։ Սեփականատերը։ Դու կատակում ես։ Չեմ կատակում։ Նա գործադիր տնօրենն է։ Ընկերությունը ժառանգել է հորից, բայց այն վերածել է երկրի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի։ Նա 32 տարեկան է Երանի ամենաերիտասարդ ու հաջողակ գործարարներից մեկն է։ Մարինեն նստեց աթոռին։ Ես սուրճ թափեցի գործադիր տնօրենի վրա։ Ինձ կազատեն աշխատանքից։ Ֆերնանդան ծիծաղեց։ Ընդհակառակը։ Դու բախտդ բերել ես։ Նա շատ լավ մարդ է։ Եվ ամուրի։ Մարինեն գլխով արեց։
Դա կարևոր չէ։ Ես պարզապես ուզում եմ անել իմ աշխատանքը խնդիրներ չառաջացնել։ Բայց խնդիրն այն էր, որ այդ օրվանից Գաբրիել Սարգսյանը սկսեց ավելի հաճախ հայտնվել վարչական հարկում։ Անցնում էր միջանցքներով, ողջունում էր թիմին, հարցեր էր տալիս նախագծերի մասին։ Եվ ամեն անգամ, երբ անցնում էր Մարինեի սեղանի կողքով, նա ժպտում էր։ Նա փորձում էր կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց անհնար էր չնկատել նրա ներկայությունը։ Մեկ շաբաթ անց Մարինեն առավոտյան աշխատանքի գալիս իր սեղանին սուրճ գտավ։ Կողքին մի գրություն կար։ Հատուցելու համար այն, ինչ դու կորցրել ես անցյալ շաբաթ։ Առանց ստորագրության, բայց նա գիտեր, թե ումից էր։ Ֆերնանդան տեսավ, բարձր ծիծաղեց։ Աղջիկ, տղամարդը հետաքրքրված է։ Մի ծիծաղեցրու ինձ, ասաց Մարինեն, բայց զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում։ Բայց գրությունները շարունակվեցին։ Փոքրիկ ժեստեր։ Շոկոլադ կանանց միջազգային օրվա առթիվ։ Հաղորդագրություն ընկերության ներքին համակարգում, շաբաթվա լավ վերջ ցանկանալով։ Աննկատ հրավերներ, թիմի հետ ճաշելու, որոնցում նա միշտ նրա կողքին էր նստում։ Մարինեն շփոթված էր։ Էդուարդի հետ ապրած ամեն ինչից հետո մեկ այլ հզոր, հարուստ, ազդեցիկ տղամարդու հետ շփվելու գաղափարը սարսափեցնում էր նրան։ Նա երդվել էր ինքն իրեն, որ այլս չի ենթարկվի, որ չի կորցնի իր ձայնը, որ անտեսանելի չի դառնա։ Բայց Գաբրիելը տարբեր էր։ Նա տեսնում էր նրան։ Նա հարցնում էր նրա կարծիքը։ Նա լսում էր, երբ նա խոսում էր։ Մի կեսօր նա նրան մենակ գտավ ճաշարանում։ Մարինեն թե էր պատրաստում, երբ նա մտավ։ Կարո՞ղ եմ քեզ հետ խոսել, հարցրեց նա։ Իհարկե։ Ես գիտեմ, որ դու պետք է նկատած լինես, որ ես դե որ փորձել եմ քո ուշադրությունը գրավել։ Մարինեն կուլ տվեց։ Ես նկատել եմ։ Եվ ես ուզում էի քեզ հետ անկեղծ լինել։ Ես կցանկանայի քեզ ավելի լավ ճանաչել։ Աշխատանքային միջավայրից դուրս։ Բայց միայն եթե դու ես ուզում։ Առանց ճնշման, առանց պարտավորության։ Մարինեն նայեց նրան, այդ անկեղծ աչքերին, զգաց մի բան, որը երկար ժամանակ չէր զգացել։ Հույս։ Բայց նա, վախ։ Ես նույնպես պետք է քեզ հետ անկեղծ լինեմ, ասաց նա, ձայնը թեթակի դողալով։ Ես 2 ամիս առաջ դուրս եկա դժվար ամուսնությունից։ Ես դեռ վերականգնվում եմ։ Չգիտեմ, պատրաստ եմ արդյոք որե բանի։ Պետք չէ պատրաստ լինել, մեղմորեն ասաց Գաբրիելը։ Ես կարող եմ սպասել։ Եվ ես ոչինչ չեմ ուզում, բացի քեզ ճանաչելուց։ Դու ինձ հիացնում ես, Մարինե։ Այն ձդ, թե ինչպես ես աշխատում, այն ձդ, թե ինչպես ես վերաբերվում մարդկանց, այն ուժը, որը ես տեսնում եմ քո մեջ։ Ես պարզապես ուզում եմ շանս ունենալ մոտ լինել դրան։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Ոչ ոք նրա հետ երբեք այդպես չէր խոսել։ Կարծես նա դեկորատիվից ավելին լիներ։ Կարծես նա ամբողջական լիներ։ Լավ, ասաց նա, ամաչկոտ ժպիտով։ Կարող ենք փորձել։ Եվ այսպես սկսվեց մի բան, որը Մարինեն երբեք չէր պատկերացնում, որ նորից կապրեր։ Մի բան, որը նոր սկիզբ էր թվում։ Մի բան, որը հույս էր թվում։ Ընկերությունից դուրս առաջին հանդիպումը տեղի ունեցավ շաբաթ կեսօրին։ Գաբրիելը պարզ, առանց ճնշման մի բան առաջարկեց։ Զբոսանք հաղթանակ զբոսայգում, որին հաջորդեց սուրճ, տարածաշրջանի հմայիչ հացատներից մեկում։ Մարինեն համաձայնեց, բայց ամբողջ առավոտը նյարդային էր անցկացրել, 3 անգամ հագուստը փոխելով, մինչ որոշեց հագնել պատահական մի բան, բամբակյա թեթ զգեստ հարմարավետ բալետկաներ։ Նա նրան վերցրեց ճիշտ ժամը 3-ին։ Եկավ, վարելով աննկատ մեքենա, ոչ թե այն շքեղ մեքենաները, որոնք Էդուարդը սովորաբար ցուցադրում էր։ Երբ Մարինեն նստեց մեքենան, Գաբրիելը ժպտաց այնպիսի քնքշությամբ, որ նա ավելի հանգիստ զգաց իրեն։ Դու գեղեցիկ ես, ասաց նա, առանց չափազանցության, պարզապես փաստը արձանագրելով։ Շնորհակալություն, պատասխանեց նա, զգալով, թե ինչպես են այտերը կարմրում։ Զբոսայգին լիքն էր այդ արոտ հունիսյան կեսօրին։ Ընտանիքներ, երեխաներով, զույգեր, ձեռք ձեռքի բռնած, ընկերների խմբեր, սպորտով զբաղվող։ Նրանք դանդաղ քայլում էին կողք կողքի, խոսելով պարզ բաների մասին։ Գաբրիելը պատմեց Երանում իր մանկության մասին, գործարար ծնողների միակ որդի, ովքեր միշտ ակնկալում էին, որ նա կստանձնի ընտանեկան բիզնեսը։
Մարինեն խոսեց արևելյան թաղամասում մեծանալու մասին, իր դերձակուհի մոր ավտոբուսի վարորդ հոր մասին, այն մասին, թե ինչպես էր միշտ ստացել նրանց աջակցությունը երազելու համար, նույնիսկ երբ երազանքները չափազանց մեծ էին թվում այն տան չափի համար, որտեղ նրանք ապրում էին։ Դու կարոտում ես նրանց, հարցրեց Գաբրիելը։ Ամեն օր։ Մայրս հիմա գյուղում է ապրում, Գյումրիում։ Նա տեղափոխվեց 5 տարի առաջ, երբ նա հեռացավ։ Ասում է, որ մեծ քաղաքը չափազանց ծանր դարձավ առանց նրա։ Շատ եմ ցավում։ Շնորհակալություն։ Իսկ քո ծնողները։ Նրանք շատ են ճանապարհորդում։ 3 տարի առաջ պաշտոնապես թոշակի են անցել, հիմա ապրում են Մայամիի Լիսաբոնի միջ։ Կարծում եմ, որ նրանք վերջապես ապրում են այն կյանքը, որը միշտ ցանկացել են հեռու կորպորատիվ պարտավորություններից։ Դու կարոտում ես նրանց։ Գաբրիելը մեղմ ծիծաղեց։ Այո, ոչ։ Ես սիրում եմ նրանց, բայց մենք միշտ չափազանց պաշտոնական հարաբերություններ ենք ունեցել։ Կարծում եմ, որ նրանք ինձ պատրաստել են լինելու հմուտ գործարար, բայց մոռացել են սովորեցնել ինձ պարզապես մարդ լինել։ Մարինեն հետաքրքրությամբ նայեց նրան։ Դու ինձ համար շատ մարդկային ես թվում։ Նա դադարեց քայլել, նայեց նրան այնպիսի ուշքնությամբ, որ նա շունչը պահեց։ Դա այն պատճառով է, որ դու ինձ ստիպում ես ցանկանալ լինել։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, ճանապարհի կեսին, շրջապատված անցնող մարդկանցով, բայց ամբողջությամբ մեկուսացված իրենց աշխարհում։ Գաբրիելը դանդաղ բարձրացրեց ձեռքը, կարծես թույլտվություն խնդրելով, թեթակի դիպավ նրա դեմքին։ Մարինեն մի ակնթարթ փակեց աչքերը, իրեն թույլ տալով զգալ այդ նուրբ հպումը, այնքան տարբեր այն ամենից, ինչ նա գիտեր նախկինում։ Նրանք շարունակեցին քայլել, մինչ զբոսայգու լճերից մեկը։ Նստեցին ջրի տեսարանով նստարանին, դիտելով, թե ինչպես են բադերը հանգիստ լողում։ Մարինեն իրեն ապահով զգաց այնտեղ, նրա կողքին, առանց յուրաքանչյուր լռությունը բառերով լցնելու ճնշման։ Կարող եմ քեզ մի հարց տալ, ասաց Գաբրիելը մի քանի րոպե անց։ Կարող ես։ Դու արդեն պատմել ես ինձ, որ դուրս ես եկել դժվար ամուսնությունից։ Բայց պետք չէ ինձ մանրամասներ պատմել, եթե չես ուզում։ Պարզապես ուզում եմ, որ իմանաս, որ ես այստեղ եմ լսելու համար, երբ պատրաստ լինես։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Նրա մի մասը ցանկանում էր դա հավերժ փակ պահել, ծածնելով, թե դա երբեք չի եղել։ Բայց մյուս մասը պետք էր խոսեր, պետք էր կիսեր բեռը։ Նա ինձ ստիպեց հավատալ, որ ես բավարար չէի, սկսեց նա, ձայնը ցածր։ Որ ես նրա կարիքն ունեի, արժեք ունենալու համար։ Որ մենակ ես ոչինչ չէի։ Եվ ես այնքան երկար հավատացի դրան, որ երբ վերջապես հեռացա, վախեցա պարզելու, որ նա ճիշտ էր։ Գաբրիելն ամբողջությամբ շրջվեց նրա կողմը, ամուր բռնելով նրա ձեռքերը։ Նա սխալվում էր, Մարինե։ Ամբողջությամբ սխալվում էր։ Դու փայլուն ես, ունակ, ուժեղ։ Եվ քեզ ոչ ոք պետք չէ դա հաստատելու համար։ Դու ամբողջական ես մենակ։ Մարինեն զգաց, թե ինչպես են արցունքները գլորվում դեմքով, նույնիսկ մինչ հասկանալը, որ լացում էր։ Գաբրիելը նրան քաշեց իր գիրկը, նա իրեն թույլ տվեց քանդվել այնտեղ, նրա գրկում, առանց ամոթի, առանց թույլ երալու վախի։ Որովհետև երկար ժամանակ հետո առաջին անգամ նա հասկացավ, որ լացելը թուլություն չէ։ Դա պարզապես մարդ լինելն էր։ Զբոսայգուց հետո նրանք գնացին Կոնդի մոտ գտնվող արհեստագործական հացատուն։ Պատվիրեցին էսպրեսո սուրճ կիտրոնի տորթի շերտեր։ Խոսակցությունը բնականաբար հոսում էր, ծիծաղի խոստովանությունների մեջ։ Գաբրիելն ուներ նուրբ հումորի զգացում, որը ստիպում էր նրան այնպես ծիծաղել, որ նա արդեն մոռացել էր, որ դա հնարավոր է։ Մարինեն իրեն բռնեց, խոսելով ինտերիերի դիզայներ դառնալու իր հին երազանքների մասին, պատմություններ պատմող տարածքներ ստեղծելու մասին։ Ինչու՞ չես վերսկսում դա, հարցրեց նա։ Չգիտեմ, դեռ լավ եմ դրանում։ Այնքան ժամանակ է անցել։ Ես վստահ եմ, որ դու զարմանալի ես։ Եվ եթե առաջին հաճախորդի կարիք ունենաս, ես կառաջարկեմ ինձ։ Մարինեն ծիծաղեց։ Դու նույնիսկ չգիտես, ես տաղանդ ունեմ։ Ես գիտեմ, որ դու գիրք ունես։ Եվ դա ավելի կարևոր է, քան մաքուր տաղանդը։ Երբ նա նրան տուն թողեց, արդեն մտնում էր։ Գաբրիելը մեքենայից իջավ, նրան ուղեկցեց շենքի դռան մոտ։ Նրանք մի պահ կանգնեցին այնտեղ, չիմանալով, ինչպես հրաժեշտ տալ։ Ինձ շատ դուր եկավ այսօր, ասաց Մարինեն։ Ինձ էլ։ Կարող ենք կրկնել։ Երբ ուզես։
Նա խոնարհվեց։ Համբուրեց նրա ճակատը այնքան նուրբ ժեստ, որ ստիպեց նրա սրտին արագանալ։ Մինչ շուտով, Մարինե։ Մինչ շուտով, Գաբրիել։ Հանդիպումները դարձան հաճախակի։ Հանգստյան օրերին նա նրան տանում էր նոր վայրեր տեսնելու։ Բրանջ կենտրոնի թաքնված սրճարաններից մեկում։ Արվեստի ցուցահանդես Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Հեծանվային զբոսանք Հրազդանի կիրճի հեծանվային արահետով, մայրամուտին։ Գաբրիելը հոգատար էր, առանց խեղդող լինելու, ներկա, առանց ներխուժող լինելու։ Նա հարգում էր նրա սահմանները, երբեք ոչինչ չէր պարտադրում, երբեք ավելին չէր պահանջում, քան նա պատրաստ էր տալ։ Ընկերությունում նրանք պահպանում էին զգուշություն։ Ոչ ոք չգիտեր դրսում ծաղկող սիրավեպի մասին։ Մարինեն շարունակում էր մնալ նվիրված օգնականը, Գաբրիելը շարունակում էր մնալ մատչելի գործադիր տնօրենը։ Բայց միջանցքներում գողացված հայացքներ կային, ճաշարանում համաձայնության ժպիտներ, օրվա ընթացքում աննկատ հաղորդագրություններ։ Բեատրիսը, ղեկավարը, սկսեց նկատել Մարինեի փոփոխությունը։ Նա ավելի թեթ էր, ավելի վստահ, ավելի շողշողուն։ Մի օր նա Մարինեին կանչեց առանձին խոսակցության իր սենյակում։ «Դու լավ ես», հարցրեց Բեատրիսը անկեղծ մտահոգությամբ։ «Ես հրաշալի եմ»։ «Ինչո՞վ»։ «Որովհետև դու երջանիկ ես թվում։ Եվ դա հրաշալի է տեսնել։ Երբ դու այստեղ եկար, ես տեսնում էի մի կնոջ, ով հսկայական բեռ էր կրում։ Հիմա ես տեսնում եմ մեկին, ով վերածնվում է»։ Մարինեն ժպտաց։ «Կարծում եմ, որ վերջապես սովորում եմ նորից ապրել։ Ուրախ եմ քեզ համար։ Եվ եթե որևէ բանի կարիք ունենաս, ես այստեղ եմ»։ «Շնորհակալություն, Բեատրիս։ Դա շատ բան է նշանակում։ Եթե դուր է գալիս, մեկնաբանեք, թե ինչ կարծիք ունեք մեր զույգի սիրավեպի մասին»։ Դա ուրբաթ երեկո էր, 2 ամիս հանդիպումներից հետո, երբ Գաբրիելը Մարինեին հրավիրեց ճաշելու իր բնակարանում։ Նա ապրում էր Արաբկիրի շրջանում գտնվող պենթհաուսում, քաղաքի համայնապատկերային տեսարանով։ Մարինեն համաձայնեց, բայց զգաց նյարդայնության ակնկալիքի խառնուրդ։ Նա ինքն էր եփել սունկով ռիզոտո, կանաչ աղցան մի բաժակ սպիտակ գինի։ Սեղանը դրված էր պարզ, էլեգանտությամբ վառվող մոմերով, հետին պլանում մեղմ ջազ էր հնչում։ Մարինեն տպավորված էր։ «Դու եփում ես», հարցրեց նա, զարմացած։ «Սովորեցի կարիքից», ծիծաղեց նա։ «Երբ մենակ ես ապրում, հոգնում ես առաքումներից, պետք է ինքդ քեզ հոգ տանես»։ Շատ համեղ է։ Նրանք ճաշեցին, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին։ Գրքերի, ֆիլմերի, երաժշտության մասին։ Մանկության, վախերի, երազանքների մասին։ Գաբրիելը պատմեց 26 տարեկանում ընկերություն ստանձնելու ճնշման մասին, պապի մահից անմիջապես հետո, այն մասին, թե ինչպես էր ստիպված բոլորին ապացուցել, որ ինքը պարզապես փչացած ժառանգ չէ, այլ մեկը, ով ունակ է ղեկավարելու նորարարություն անելու։ «Եվ դու հաջողեցիր», ասաց Մարինեն։ «Շատ աշխատանքով։ Եվ շատ անքուն գիշերներով»։ «Դու զղջում ես»։ «Երբեմն»։ «Երբ հասկանում եմ, որ որոշ բաներ չեմ ապրել, չափազանց կենտրոնացած լինելով աշխատանքի վրա»։ Ինչպես հարաբերություններ, ընկերություններ, պարզ պահեր։ Երբեք լուրջ հարաբերություններ չես ունեցել։ Գաբրիելը վարանեց։ Մի քանի հարաբերություններ ունեցել եմ, բայց ոչ մի բան, որն իրականում կարող լիներ։ Կարծում եմ, որ ես միշտ գիտեի, որ սխալ մարդկանց հետ էի, բայց շարունակում էի, քանի որ դա ավելի հեշտ էր, քան մենակ լինելը։ Իսկ հիմա։ Հիմա գիտեմ, որ ես սպասում էի ճիշտ մարդուն։ Մարինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում։ Նա նայում էր նրան այնպիսի ուժգնությամբ, որ նա շունչը պահեց։ Նա սեղանից վեր կացավ, քայլեց դեպի պատուհան, մի պահ շունչ քաշելու կարիք ունենալով։ Գաբրիելը հետեց նրան, կանգնելով նրա հետում, մոտիկ, բայց առանց դիպչելու։ «Մարինե», մեղմորեն ասաց նա։ «Եթե ուզում ես գնալ, ես հասկանում եմ։ Ես չեմ ուզում քեզ ճնշել»։ Նա շրջվեց, նրան նայելու։ «Ես չեմ ուզում գնալ։ Ես պարզապես վախենում եմ»։ «Ինչի՞ց»։ «Սա փչացնելուց։ Բավարար չլինելուց։ Որ դու հասկանաս, որ ես այն չեմ, ինչ դու կարծում ես, որ ես եմ»։ Գաբրիելը նրա դեմքը բռնեց իր ձեռքերի մեջ, խորը նայելով աչքերի մեջ։ «Դու հենց այն ես, ինչ ես գիտեմ, որ ես։ Ուժեղ, քաջ, գեղեցիկ, խելացի կին։
Եվ ես այստեղ չեմ պարտավորությունից կամ կարեկցանքից։ Ես այստեղ եմ, որովհետև դու ինձ ստիպում ես ցանկանալ լինել իմ ավելի լավ տարբերակը։ Որովհետև երբ ես քեզ հետ եմ, ամեն ինչ իմաստ է ստանում։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Դանդաղ, զգուշորեն, կարծես նա թանկարժեք մի բան լիներ, որը նա վախենում էր կոտրել։ Մարինեն պատասխանեց, իրեն թույլ տալով զգալ այն ամենը, ինչ այդքան երկար պահված էր։ Համբույրը խորացավ, լցված ցանկությամբ, բայց նա քնքշությամբ։ Նրանք հեռացան միայն շունչ քաշելու համար, դեմքերը դեռ մոտ, շնչառությունները խառնված։ Մնա ինձ հետ այս գիշեր, շշնջաց Գաբրիելը։ Մարինեն գլխով արեց, անխոս, քանի որ այդ պահին դրանց կարիքը չկար։ Նա նրան տարավ դեպի ննջասենյակ, դանդաղ ժամանակ տալով նրան ցանկացած պահի կարծիքը փոխելու համար։ Բայց նա չէր ուզում կարծիքը փոխել։ Նա դա էր ուզում։ Նրան էր ուզում։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ գիշեր, տարբեր էր այն ամենից, ինչ Մարինեն երբեք զգացել էր։ Դա ոչ միայն ֆիզիկական էր, այլ էմոցիոնալ, հոգոր։ Գաբրիելը նրան դիպավ, կարծես գանձ էր հայտնաբերում, հարգանքով, հիացմունքով։ Նա քաղցր խոսքեր շշնջաց, հարցրեց, ամեն ինչ կարգին է, համոզվեց, որ յուրաքանչյուր պահը նույնպես նրա մասին է, ոչ միայն իր մասին։ Մարինեն ամբողջությամբ հանձնվեց։ Եվ առաջին անգամ նա հասկացավ, թե ինչ է նշանակում սեր անել։ Դա տիրապետման մասին չէր, դա պարտքի մասին չէր, դա մյուսին հաճոյացնելու մասին չէր։ Դա կապի մասին էր։ Դա երկու մարդու մասին էր, ովքեր ընտրում էին միասին լինել խոցելի ամբողջական, առանց դիմակների, առանց պաշտպանության։ Հետո, կողք կողքի պառկած, ծածկված միայն սպիտակ սավանով, Գաբրիելը նրան քաշեց իրեն մոտ, գրկելով հետից։ Մարինեն զգում էր նրա սրտի բաբախը իր մեջքին, նրա մարմնի ջերմությունը, տաքացնելով նրան։ Դու լավ ես, հարցրեց նա։ Ես ավելի քան լավ եմ։ Ես ամբողջական եմ։ Նա համբուրեց նրա ուսը։ Շնորհակալություն ինձ վստահելու համար։ Շնորհակալություն ինձ ապահով զգալու համար։ Նրանք այդպես քնեցին, միահյուսված, Մարինեն ունեցավ ամենախաղաղ երազները, որոնք ունեցել էր տարիների ընթացքում։ Հաջորդ օրը նրանք արթնացան, արի լույսի ներխուժումով սենյակ։ Գաբրիելը նախաճաշ պատրաստեց, բլիթներ մրգերով նարնջի հյութով։ Նրանք կերան պատշգամբում, քաղաքը ներքում արթնանալիս։ Երեկվա մասին, սկսեց Գաբրիելը։ Մարինեն նայեց նրան, անհանգիստ։ Դա կատարյալ էր, շարունակեց նա։ Եվ ես ուզում եմ, որ դու իմանաս, որ դա ոչինչ չի փոխում այն մասին, թե ինչպես եմ ես քեզ տեսնում։ Դու ինձ ոչինչ պարտք չես։ Չկան ակնկալիքներ, չկա ճնշում։ Ես պարզապես ուզում եմ, որ մենք շարունակենք լինել մեր իրենք, մեր ժամանակին։ Մարինեն ժպտաց, թեթացած։ Ես էլ դա եմ ուզում։ Եվ ես ուզում եմ քեզանից մի բան խնդրել։ Պաշտոնապես։ Դու ուզում ես ինձ հետ հանդիպել, Մարինե։ Նա ծիծաղեց, աչքերը լցված հույզերով։ Այո։ Ես ուզում եմ։ Նա թեքվեց սեղանին, համբուրեց նրան, քաղցր համբույր, բլիթների պես։ Խոստումնալից, երանի վրա տարածվող արշալույսի պես։ Բայց երջանկությունը Մարինեն շուտով կբացահայտեր, միշտ չէ, որ զերծ է բարդություններից։ Որովհետև անցյալը սովորություն ունի վերադառնալու, հատկապես, երբ մտածում ես, որ վերջապես թողել ես այն հետում։ Դա հաջորդ երկուշաբթի էր, ճաշի ժամին, երբ Մարինեն առաջին անգամ տեսավ Էդուարդին, այն օրվանից հետո, երբ նա թողել էր նրան։ Նա ընկերությունից դուրս էր գալիս, սենդվիչ գնելու, երբ նրան տեսավ փողոցի մյուս կողմում կանգնած, ուղիղ իրեն նայելիս։ Նրա սիրտը արագացավ։ Մի պահ մտածեց վազելով վերադառնալ շենք, բայց ինչ-որ բան նրան կանգնեցրեց։ Նա այլս այն կինը չէր, որը փախչում էր։ Նա այլս այն կինը չէր, որը կծկվում էր նրա առաջ։ Էդուարդը անցավ փողոցը, քայլելով նրա կողմը այն ինքնավստահ քայլվածքով, որը նա այդքան լավ գիտեր։ Մարինե, ասաց նա, ձայնը զսպված, բայց շտապողական տոնով։ Մենք պետք է խոսենք։ Մենք ոչինչ չունենք խոսելու, Էդուարդ։ Դու անհետացար։ Մեր տնից դուրս եկար, նույնիսկ ինձ բացատրելու հնարավորություն չտալով։ Բացատրել ինչը։ 3 տարվա նվաստացումը։ Դաժան խոսքերը։ Մշտական արհամարհանքը։ Նա բարեհաճություն ուներ անհարմար թվալու։ Ես սթրեսի տակ էի։ Աշխատանքը, ճնշումը։ Բայց ես դեռ սիրում եմ քեզ։
Եվ ուզում եմ, որ դու վերադառնաս։ Մարինեն ծիծաղեց, դառը ձայնով։ Դու ուզում ես, որ ես վերադառնամ լինելու ինչ։ Քո դեկորացիան։ Քո լուր գավաթը։ Այդպես չէ։ Հենց այդպես է։ Եվ ես չեմ վերադառնա, Էդուարդ։ Ես վերջապես ապրում եմ, վերջապես ինքս ինձ եմ։ Եվ ես չեմ հրաժարվի դրանից։ Դու կզղջաս, ասաց նա, ձայնը ավելի կոպիտ։ Դու ավելի լավը չես գտնի, քան այն, ինչ ես քեզ առաջարկեցի։ Դու ինձ ոչինչ չառաջարկեցիր, բացի ոսկե վանդակից։ Եվ ես նախընտրում եմ լինել ազատ ու աղքատ, քան գերված ու հարուստ։ Նա շրջվեց, վերադարձավ շենք, ոտքերը դողալով, բայց գլուխը բարձր։ Հետ չնայեց։ Նրան չտվեց նրան թուլանալու բավարարությունը։ Երբ նա հասավ իր սեղանին, Բեատրիսը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ պատահեց։ Իմ նախկին ամուսինը դրսում հայտնվեց։ Եվ ինչ էր ուզում։ Որ ես վերադառնամ։ Բայց ես հասկացրի, որ դա երբեք չի լինի։ Բեատրիսը մեղմորեն դիպավ նրա ուսին։ Դու շատ քաջ էիր։ Եվ եթե նա նորից հայտնվի, ինձ տեղյակ պահիր։ Մենք անվտանգություն կկանչենք։ Շնորհակալություն։ Մարինեն գիտեր, որ դա Էդուարդի հետ վերջին հանդիպումը չէր լինի։ Նա այն տեսակի մարդը չէր, որը ընդունում էր պարտություն։ Եվ դա վախեցնում էր նրան, քանի որ հիմա նա նույնպես կորցնելու բան ուներ։ Նա ուներ Գաբրիելին։ Նա ուներ նոր կյանք։ Նա ուներ հույս։ Եվ նա ամեն ինչ կաներ դա պաշտպանելու համար։ Մարինեն որոշեց պատմել Գաբրիելին Էդուարդի հետ հանդիպման մասին հենց այդ գիշեր։ Նրանք իր բնակարանում էին, պիցցա նրանց միջ, երբ նա վերջապես քաջություն հավաքեց։ Իմ նախկին ամուսինը այսօր ինձ փնտրում էր, ասաց նա, դիտելով նրա արձագանքը։ Գաբրիելը դադարեց ուտել, դեմքը լուրջ։ Որտեղ։ Ընկերության դիմաց։ Նա ուզում է, որ ես վերադառնամ։ Եվ ինչ ասացիր։ Ոչ։ Որ ես երբեք չեմ վերադառնա։ Գաբրիելը թեթացած շունչ քաշեց։ Դու վախեցար։ Այո։ Ոչ թե նրանից, որ նա ֆիզիկապես կվնասի ինձ, այլ այն ամենից, ինչ նա ներկայացնում է։ Անցյալից։ Նրանից, թե ով էի ես, երբ նրա հետ էի։ Գաբրիելը բռնեց նրա ձեռքը։ Դու այլս այդ մարդը չես, Մարինե։ Դու մեծացել ես, փոխվել ես։ Եվ ես կլինեմ այստեղ, քո կողքին, երբ պետք լինի։ Ես գիտեմ։ Եվ դա ինձ ուժ է տալիս։ Բայց եթե նա նորից հայտնվի քեզ անհանգստացնի, դու ինձ կասես, լավ։ Ես թույլ չեմ տա, որ ոչ ոք քեզ վնասի։ Մարինեն գլխով արեց, շնորհակալ լինելով, որ մեկին ուներ իր կողքին, բայց նա վճռականորեն չլինելու վտանգի մեջ գտնվող օրիորդ։ Նա բավականաչափ ուժեղ էր Էդուարդի հետ մենակ գործ ունենալու համար։ Բայց հանգստացնող էր իմանալը, որ նա մենակ չէր։ Օրերն անցան առանց նոր միջադեպերի։ Մարինեն խորասուզվեց աշխատանքի մեջ, ել ավելի նվիրվելով։ Բեատրիսը նկատեց նրա ջանասիրությունը, սկսեց ավելի մեծ պարտականություններ պատվիրակել։ Մարինեն համակարգեց կորպորատիվ միջոցառման կազմակերպումը, կառավարեց միջազգային հանդիպումների բարդ օրակարգերը, ներդրեց նոր արխիվացման համակարգ։ Յուրաքանչյուր հաջողությամբ ավարտված առաջադրանք իր համար ապացույց էր, որ նա ունակ է։ Գաբրիելը շարունակում էր մնալ հոգատար ընկեր։ Նա նրան տանում էր ռոմանտիկ ընթրիքների, անսպասելիորեն զարմացնում էր նրան աշխատանքային սեղանին ծաղիկներով, օրվա ընթացքում քաղցր հաղորդագրություններ էր ուղարկում։ Բայց նա հարգում էր նրա անձնական տարածքը, հասկանում էր, երբ նրան մենակ ժամանակ էր պետք իր հույզերը մշակելու, իր ինքնությունը վերակառուցելու համար։ Սեպտեմբերի մի կեսօր Մարինեն փաստաթղթեր էր դասավորում, երբ նրա հեռախոսը զանգեց։ Անհայտ համար էր։ Նա զգուշորեն պատասխանեց։ Ալո։ Մարինե։ Էդուարդի ձայնը անսխալական էր։ Ինչպես ստացար իմ համարը։ Դա կարևոր չէ։ Մենք պետք է իրականում խոսենք։ Անձամբ։ Ես արդեն քեզ ասել եմ այն ամենը, ինչ ունեի ասելու։ Մարինե, ես գիտեմ նրա մասին։ Նրա սիրտը սառեց։ Ում մասին։ Գործադիր տնօրենի։ Գաբրիել
Իմ կյանքը քեզ այլս չի վերաբերվում։ Դու իսկապես կարծում ես, որ նրա պես մարդը հետաքրքրված է քեզանով։ Առանց պաշտոնական կրթության, առանց կարևոր ընտանիքի, առանց կապերի կին։ Նա քեզ օգտագործում է, Մարինե։ Եվ երբ հոգնի, քեզ աղբի պես դուրս կշպրտի։ Դու ինձ այլս չես ճանաչում, Էդուարդ։ Եվ նրան էլ չես ճանաչում։ Այնպես որ, դադարիր ինձ զանգահարել։ Ես փորձում եմ քեզ պաշտպանել։ Ոչ, դու փորձում ես ինձ վերահսկել։ Եվ դա այլս չի աշխատի։ Մի զանգահարիր ինձ նորից։ Նա անջատեց, ձեռքերը դողալով։ Ֆերնանդան, ով կողքի սեղանի մոտ էր, նկատեց. Ամեն ինչ կարգին է։ Իմ նախկին ամուսինը չի դադարում ինձ հետապնդել։ Դու պետք է հաղորդում տաս ոստիկանություն։ Մարինեն գլխով արեց։ Նա ոչինչ ապօրինի չի արել։ Պարզապես համառ է։ Մինույն է, դա ոտնձգություն է։ Ես գիտեմ։ Եվ եթե վատանա, ես կձեռնարկեմ անհրաժեշտ միջոցներ։ Այդ գիշեր Մարինեն որոշեց չպատմել Գաբրիելին զանգի մասին։ Չէր ուզում անհանգստացնել նրան, չէր ուզում, որ նա մտածեր, թե ինքը թույլ զոհ է, որին մշտական փրկություն է պետք։ Նա Էդուարդի հետ ինքնուրույն կգործար։ Բայց Էդուարդը չհանձնվեց։ Սկսեց հայտնվել այն վայրերում, որտեղ Մարինեն հաճախ էր լինում։ Հացատանը, որտեղ նա շաբաթ օրերին հաց էր գնում։ Մարզասրահում, որտեղ նա սկսել էր մարզվել։ Սուպերմարկետում, իր տան մոտ։ Երբեք մոտ չէր գալիս, պարզապես այնտեղ էր մնում, դիտելով, համոզվելով, որ նա իմանա, որ իրեն հետում են։ Մարինեն զգաց, թե ինչպես է վախը մեծանում։ Դա ֆիզիկական վախ չէր, այլ խորը հոգեբանական վախ։ Նա փորձում էր նրան ստիպել զգալ իրեն անկայուն, խոցելի, անապահով։ Դա նույն մարտավարությունն էր, որը նա օգտագործում էր ամուսնության ընթացքում, քայլ առ քայլ քայքայելով նրա վստահությունը։ Հենց Գաբրիելը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Նրանք ֆիլմ էին դիտում նրա բազմոցին, երբ նա կես ժամվա ընթացքում 10-րդ անգամ նայեց պատուհանից դուրս։ Ինչ է կատարվում, հարցրեց նա։ Դադարեցնելով ֆիլմը։ Ոչինչ։ Մարինե, ես քեզ ճանաչում եմ։ Ինչ-որ բան քեզ անհանգստացնում է։ Նա խորը շունչ քաշեց, ամեն ինչ պատմեց։ Զանգերը, պատահական հանդիպումները, մշտական դիտարկված լինելու զգացումը։ Գաբրիելը լարվեց։ Ինչու ինձ ավելի շուտ չասացիր։ Որովհետև ուզում էի ապացուցել, որ կարող եմ ինքնուրույն գործ ունենալ դրա հետ։ Դու ինձ ոչինչ պետք չէ ապացուցել։ Եվ պետք չէ դա մենակ գրել։ Ես պարզապես չեմ ուզում լինել այն խնդրահարույց ընկերուհին, մոլագար նախկին ամուսնով։ Գաբրիելը նրան քաշեց իր գրկերը։ Դու խնդրահարույց չես։ Դու դժվար իրավիճակի հետ ես գործ ունենում։ Եվ ես ուզում եմ այստեղ լինել, քեզ աջակցելու համար։ Ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե դու թույլ ես, այլ այն պատճառով, որ դա է, ինչ զուգընկերները անում են։ Նրանք աջակցում են միմյանց։ Մարինեն իրեն թույլ տվեց հանգստանալ նրա գրկում։ Ինչ անեմ։ Նախ, ամեն ինչ կփաստաթղթավորենք։ Բոլոր զանգերը, բոլոր հանդիպումները։ Եթե սա սրվի, պետք է ապացույցներ ունենանք։ Երկրորդ, դու այլս մենակ չես քայլի։ Երբ ես չկարողանամ քեզ հետ լինել, կխնդրենք վստահելի մեկին ուղեկցել քեզ։ Եվ երրորդ, եթե նա նորից մոտենա քեզ, դու կզանգես ոստիկանություն։ Կարծում ես, որ դա կհասնի այդ կետին։ Հուսով եմ, ոչ։ Բայց պետք է պատրաստ լինենք։ Հաջորդ օրերին Գաբրիելն իսկապես պաշտպանողական էր, առանց վերահսկող լինելու։ Նա նրան տանում էր աշխատանքի, երբ հնարավոր էր, բայց միշտ նախապես հարցնում էր, ուզում է արդյոք ուղեկցություն։ Աննկատ կերպով վարձեց վստահելի վարորդ նրան տանելու համար, երբ ինքը չէր կարող։ Խոսեց իր շենքի դռնապանի հետ, խնդրելով ուշադիր լինել ցանկացած կասկածելի անձի նկատմամբ։ Մարինեն իրեն խնամված զգաց այնպես, ինչպես երբեք չէր զգացել։ Դա Էդուարդի ճնշող հոգատարությունը չէր, որը քողարկված էր վերահսկողությամբ։ Դա անկեղծ հոգատարություն էր, որը հարգում էր նրա ինքնավարությունը, բայց առաջարկում էր աջակցություն։ Էդուարդը նկատեց փոփոխությունը ու ուժեղացրեց իր ջանքերը։ Սկսեց թանկարժեք նվերներ ուղարկել նրա բնակարան։ Զարդեր, օծանելիքներ, ծաղիկներ։ Ամեն ինչ ուղեկցվում էր գրություններով, նոր հնարավորություն խնդրելով։
Մարինեն մերժում էր բոլորին դռնապանից, հետ ուղարկելով, նույնիսկ չբացելով։ Հենց այդ ժամանակ Գաբրիելը մի բան առաջարկեց, որը նա չէր սպասում։ «Եկ անցկացնենք հանգստյան օրերը իմ ամառանոցում», ասաց նա։ «Քաղաքից հեռու, այս ամենից հեռու։ Միայն մենք երկուսս»։ «Դու ամառանոց ունես»։ Նա ծիծաղեց։ «Ժառանգել եմ պապիցս։ Գտնվում է Դիլիջանում։ Ես շատ չեմ գնում, բայց այն հանգիստ վայր է։ Կարծում եմ, քեզ լավ կանի»։ Մարինեն համաձայնեց։ Նրան պետք էր այդ շունչ քաշելը։ Ուրբաթ կեսօրին նրանք ճանապարհ ընկան։ Գաբրիելը հանգիստ էր վարում, մինչ Մարինեն դիտում էր, թե ինչպես է բնապատկերը փոխվում քաղաքայինից գյուղականի, շենքերից լեռների։ Տունը գտնվում էր մեկուսացված տարածքում, շրջապատված եղնիներով լեռների տեսարանով։ Այն կոպիտ էր, բայց հարմարավետ, բուխարիով, մուգ փայտով մեծ պատուհաններով։ «Այստեղ գեղեցիկ է», ասաց Մարինեն, հիացած։ «Իմ պապը ասում էր, որ սա միակ վայրն էր, որտեղ նա կարողանում էր պարզ մտածել։ Հեռու աշխարհի աղմուկից»։ Նրանք կեսօրն անցկացրին շրջակայքը ուսումնասիրելով։ Քայլեցին արահետներով, նստեցին գետակի մոտ, շնչեցին լեռան մաքուր օդը։ Գիշերը Գաբրիելը վառեց բուխարին, պարզ ընթրիք պատրաստեց։ Մակարոնեղեն սխտորով ձեթով, կանաչ աղցան, կարմիր գինի։ Նստած հատակին, բազմոցին հենված, կրակի ճռճռոցով, Մարինեն զգաց մի խաղաղություն, որը ամիսներով չէր զգացել։ «Շնորհակալություն այստեղ բերելու համար», ասաց նա։ «Շնորհակալություն ինձ հետ գալու համար»։ «Գաբրիել», սկսեց նա, վարանելով։ «Դու երբե մտածել ես, թե ինչպես կլինի, երբ մարդիկ իմանան մեր մասին»։ «Ընկերությունում, նկատի ունեմ»։ «Ես մտածել եմ։ Եվ անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն։ Բայց հասկանում եմ, եթե քեզ հետաքրքրում է։ Ես անհանգստանում եմ իմ մասնագիտական հեղինակության համար։ Չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե ես քեզ հետ եմ շահադիտական նպատակներով։ Ով քեզ ճանաչում է, գիտի, որ դա ճիշտ չէ։ Եվ ով չի ճանաչում, կարոր չէ։ Իսկ եթե դա ազդի իմ աշխատանքի վրա, այդ դեպքում կհամոզվենք, որ չազդի։ Մենք կարող ենք զգույշ մնալ, քանի դեռ դու հարմարավետ ես զգում։ Բայց Մարինե, ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք հրապարակայնորեն ընդունել դա։ Որովհետև ես ամոթ չեմ զգում քեզ հետ լինելու համար։ Ընդհակառակը։ Մարինեն ժպտաց։ Ես էլ ամոթ չեմ զգում։ Պարզապես վախենում եմ հետանքներից։ Մենք միասին կդիմակայենք դրանց։ Այդ գիշեր նրանք սեր արեցին բուխարիի դիմաց, ավելի ուշքնությամբ կրքով, քան նախկինում։ Կար մի հրատապություն, խորապես կապվելու, միմյանց հաստատելու կարիք։ Մարինեն ամբողջությամբ հանձնվեց, առանց վախի, առանց վերապահումների։ Եվ Գաբրիելը նրան ընդունեց պաշտամունքով, նրա յուրաքանչյուր մասին վերաբերվելով որպես սուրբ։ Հետո, ծածկոցով փաթաթված, Մարինեն գլուխը դրեց նրա կրծքին, լսելով սրտի բաբախը։ «Ես սիրահարվում եմ քեզ», շշնջաց նա։ Նա համբուրեց նրա գլխի վերը։ «Ես արդեն վաղուց եմ սիրահարված քեզ»։ Շաբաթ առավոտյան նրանք արթնացան թռչունների երգից։ Գաբրիելը սուրճ պատրաստեց, նրանք խմեցին պատշգամբում, դիտելով մառախուղով պատված լեռները։ «Ես կցանկանայի, որ այս հանգստյան օրերը երբեք չավարտվեին», ասաց Մարինեն։ «Մի օր մենք դա կունենանք ամեն օր։ Տուն, քաոսից հեռու։ Խաղաղություն։ Միայն մենք երկուսս։ Դու ապագայի մասին ես խոսում։ Այո։ Եթե դու ապագա ես ուզում ինձ հետ։ Ես ուզում եմ, Գաբրիել։ Ես շատ եմ ուզում»։ Նրանք օրվա մնացած մասն անցկացրին պղպջակի մեջ, անջատված աշխարհից։ Միասին եփեցին, գրքեր կարդացին պատշգամբում, քայլեցին տարածքով։ Դա Մարինեի կյանքի ամենակատարյալ հանգստյան օրերն էին։ Բայց իրականությունը վերադարձավ կիրակի օրը, երան վերադառնալու ճանապարհին։ Երբ Մարինեն միացրեց հեռախոսը, Էդուարդից 17 անպատասխան զանգ մի քանի սպառնալից հաղորդագրություն կար։ «Դու կզղջաս ինձ անտեսելու համար։ Դու չգիտես, ում հետ ես գործ ունենում։ Այդ քո հարուստ ընկերը քեզ հավերժ չի պաշտպանի»։ Գաբրիելը կարդաց հաղորդագրությունները, ծնոտը սեղմած։ «Բավական է։ Հիմա գնանք ոստիկանություն»։ Հիմա։ Սա արդեն անցել է սահմանները։
Ոստիկանությունում Մարինեն հաղորդում տվեց ոտնձգության մասին։ Քննիչը ուշադիր լսեց, գրանցեց բոլոր մանրամասները, հավաստիացրեց, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Մենք նրան պաշտոնապես կտեղեկացնենք։ Եթե նա շարունակի, կարող ենք պաշտպանիչ միջոց խնդրել, բացատրեց քննիչը։ Մարինեն այնտեղից դուրս եկավ, թեթացած, բայց նա անհանգիստ։ Էդուարդը դրան լավ չէր արձագանքի։ Եվ նա ճիշտ էր։ Երկուշաբթի առավոտյան Էդուարդը հայտնվեց ընկերության ընդունարանում։ Պահանջում էր խոսել Մարինեի հետ։ Անվտանգությունը թույլ չտվեց նրան բարձրանալ, բայց աղմուկը ուշադրություն գրավեց։ Գաբրիելը հանդիպման մեջ էր, երբ նրան տեղեկացրին։ Նա ընդհատեց ամեն ինչ անմիջապես իջավ։ Մարինեին նույնպես կանչեցին։ Երբ նա հասավ ընդունարան, տեսավ Էդուարդին, վիճելիս անվտանգության աշխատակիցների հետ, Գաբրիելին նրանց միջ կանգնած։ Լարված, բայց զսպված կեցվածքով։ Էդուարդ, հեռացիր այստեղից, մինչ ես ոստիկանություն կանչեմ, ասաց Գաբրիելը, ձայնը հանգիստ, բայց ամուր։ Դու ով ես, որ ինձ հրամաններ տաս, պատասխանեց Էդուարդը, դեմքը կարմրած զայրույթից։ Ես այս ընկերության սեփականատերն եմ։ Եվ դու ներխուժում ես մասնավոր սեփականություն ոտնձգություն ես անում աշխատակցուհու նկատմամբ։ Այնպես որ կամ դու ինքնակամ ես հեռանում, կամ անվտանգության աշխատակիցները կհեռացնեն քեզ։ Էդուարդը նայեց Մարինեին, ով կանգնած էր Գաբրիելի կողքին։ Դու իսկապես կարծում ես, որ նա քեզ սիրում է։ Նա պարզապես ուզում է քեզ օգտագործել։ Երբ նա հոգնի, կշպրտի քեզ։ Դու սխալվում ես, ասաց Մարինեն, ձայնը ամուր։ Գաբրիելն ինձ վերաբերվում է այնպես, ինչպես ես միշտ արժանի էի վերաբերվելու։ Հարգանքով, քնքշանքով, արժանապատվությամբ։ Այն բաներով, որոնք դու երբեք ինձ չտվեցիր։ Դու կզղջաս դրա համար։ Միակ բանը, որի համար ես զղջում եմ, այն է, որ այդքան երկար մնացի քեզ հետ։ Էդուարդը մի քայլ արեց նրա կողմը, բայց Գաբրիելը շարժվեց, արգելափակելով ճանապարհը։ Նույնիսկ մի մտածիր դրա մասին, ասաց Գաբրիելը, ձայնը ցածր, բայց սպառնալից։ Մի պահ թվում էր, թե Էդուարդը անխոհեմ բան կանի։ Բայց հետո նա շուրջը նայեց, տեսավ անվտանգության աշխատակիցներին, տեսախցիկները, վկաներին։ Հետ քաշվեց։ Սա չի ավարտվել, ասաց նա հեռացավ։ Մարինեն դողում էր։ Գաբրիելը նրան գրկեց, հենց այնտեղ ընդունարանում, առանց մտածելու, թե ով է տեսնում։ Ավարտվեց, այո, շշնջաց նա։ Նա այլս քեզ չի անհանգստացնի։ Եվ այդ պահին, երբ տասնյակ աշխատակիցներ ականատես էին Մարինեի գործադիր տնօրենի գրկախառնությանը, գաղտնիքը բացահայտվեց։ Նրանք զույգ էին։ Եվ այլս թաքցնելու միջոց չկար։ Մարինեի Գաբրիելի սիրավեպի մասին լուրը ընկերության մեջ տարածվեց կրակի պես։ Էդուարդի հետ միջադեպից հաջորդ օրը Մարինեն եկավ աշխատանքի զգաց բոլորի հայացքները իր վրա։ Ոմանք հետաքրքրասեր էին, ոմանք հիացած, անխուսափելիորեն, ոմանք չարամիտ։ Ճաշարանում առավոտյան ընդմիջման ժամին նա լսեց, թե ինչպես էին մեկ այլ բաժնի երկու գործընկերուհիներ խոսում։ Գրազ եմ գալիս, որ նա ամեն ինչ պլանավորել էր հենց սկզբից։ Դիտմամբ աշխատանքի անցավ նրա մոտ լինելու համար։ Իհարկե։ Խելացի կին։ Հարուստ գործադիր տնօրենին բռնեց։ Մարինեն զգաց, թե ինչպես է ստամոքսը շրջվում, բայց գլուխը բարձր պահեց։ Վերցրեց իր սուրճը, վերադարձավ իր սեղանին։ Նա ոչ մեկին պարտք չէր բացատրություններ։ Նա գիտեր այն ճշմարտությունը, ինչ նա Գաբրիելը կիսում էին։ Բեատրիսը նկատեց նրա անհարմարությունը։ Նա նրան կանչեց առանձին խոսակցության իր սենյակում։ Մարինե, ես գիտեմ, որ դժվար է։ Բայց դու պետք չէ ինքդ քեզ արդարացնես ոչ մեկի առաջ։ Ով քեզ ճանաչում է, գիտի, թե ինչպիսի մարդ ես դու։ Աշխատասեր, ազնիվ, նվիրված։ Մնացածը պարզապես նախանձ է։ Շնորհակալություն, Բեատրիս։ Ես պարզապես չէի սպասում, որ դա այսքան բաց կլինի։ Աշխատանքային միջավայրում հարաբերությունները միշտ մեկնաբանություններ են առաջացնում։ Բայց դա կանցնի։ Մարդիկ շուտով այլ բամբասանք կգտնեն։ Մարինեն գլխով արեց, շնորհակալ լինելով աջակցության համար։ Բայց ներսից նա պայքարում էր անապահովության հետ։ Իսկ եթե մարդիկ ճիշտ էին։ Իսկ եթե նա իսկապես աննկատ օպորտունիստ էր։ Իսկ եթե Գաբրիելը մի օր արթնանար, հասկանար, որ սխալվել էր։
Գաբրիելը, իր հերթին, անմիջապես գործի անցավ։ Նա հրավիրեց ընդհանուր ժողով երեկոյան։ Բոլոր աշխատակիցները հավաքվեցին գլխավոր դահլիճում, հետաքրքրությամբ, թե ինչ պետք է ասեր գործադիր տնօրենը։ Գաբրիելը բարձրացավ բեմ, ինքնավստահ հանգիստ, ինչպես միշտ։ «Ես գիտեմ, որ դուք լսել եք լուրեր իմ անձնական կյանքի մասին», սկսեց նա։ «Եվ ես եկել եմ այստեղ պարզաբանելու։ Այո, ես հարաբերությունների մեջ եմ վարչական բաժնի Մարինե Հովհաննիսյանի հետ։ Եվ ոչ, դա պլանավորված կամ հաշվարկված չէր։ Դա մի բան էր, որը տեղի ունեցավ բնականաբար, որովհետև նա զարմանալի մարդ է, ով ինձ գրավեց պարզապես լինելով այն, ինչ նա է»։ Մարինեն նստած էր դահլիճի մեջտեղում, դեմքը կարմիր, բայց սիրտը տաք։ «Ես հույս ունեմ, որ բոլորը Մարինեի հետ կվերաբերվեն նույն հարգանքով, պրոֆեսիոնալիզմով, ինչպես միշտ վերաբերվել են։ Նա ինձ հետ լինելու համար հատուկ վերաբերմունք չի ստացել, չի ստանա։ Նա իր տեղը այստեղ նվաճել է իր սեփական արժանինքներով։ Եվ ոտնձգության, չարամիտ բամբասանքի կամ խտրականության ցանկացած լրջորեն կդիտարկվի։ Այսքանը։ Կարող եք վերադառնալ աշխատանքի»։ Հետաց լռությունը խլացնող էր։ Այնուհետ, քիչ-քիչ, որոշ մարդիկ սկսեցին ծափահարել։ Մյուսները միացան։ Կարճ ժամանակ անց ամբողջ դահլիճը ծափահարում էր։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Գաբրիելը բեմից իջավ ուղիղ նրա մոտ գնաց, ձեռքը մեկնելով։ Նա ընդունեց, նրանք միասին դուրս եկան դահլիճից, ձեռք ձեռքի բռնած, բոլորի հայացքների ներքո։ «Դու պետք չէր անես դա», ասաց նա, երբ մենակ էին վերելակում։ «Պետք էր, այո։ Որովհետև դու արժանի ես պաշտպանվելու։ Եվ որովհետև ես ամոթ չեմ զգում քեզ սիրելու համար։ Ես էլ եմ քեզ սիրում», ասաց նա համբուրեց նրան հենց այնտեղ, վերելակում, առանց մտածելու անվտանգության տեսախցիկների մասին։ Հաջորդող շաբաթները հարմարվողականության շրջան էին։ Մարինեն շարունակեց աշխատել նույն նվիրումով, օրեցօր ապացուցելով, որ այնտեղ էր իր արժանինքներով։ Չարամիտ մեկնաբանությունները նվազեցին, հատկապես այն բանից հետո, երբ Բեատրիսը Մարինեին բարձրացրեց վարչական համակարգողի պաշտոնի, ճանաչելով նրա գերազանց աշխատանքը։ Գաբրիելը Մարինեն ստեղծեցին մի սովորական ռեժիմ։ Ընթրիքներ շաբաթվա ընթացքում, հանգստյան օրեր միասին, երբեմնի ճանապարհորդություններ։ Նա ծանոթացավ նրա ծնողների հետ, երբ նրանք Լիսաբոնից արագ այցով վերադարձան։ Նրանք կիրթ էին, բայց հեռու, ինչպես Գաբրիելը կանխատեսել էր։ Մարինեն չանհանգստացավ։ Նա ուներ Գաբրիելի սերը, դա բավական էր։ Նա, իր հերթին, այցելեց նրա մորը Գյումրի։ Տիկին Սելինեն Գաբրիելին ընդունեց գյուղական երանցի մորը բնորոշ քնքշանքով։ Պատրաստեց առատ ճաշ, պատմեց Մարինեի մանկության ամոթալի պատմություններ, վերջում տղային մի կողմ քաշեց։ «Դու կհոգ տանես իմ դստեր մասին», հարցրեց նա, նայելով նրա աչքերի մեջ։ «Իմ կյանքի գնով», պատասխանեց նա։ Նա շատ է տառապել։ Ես չեմ ուզում նրան նորից տառապել տեսնել։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, ինչ հնարավոր է, որ նրան ամեն օր երջանիկ դարձնեմ։ Տիկին Սելինեն ժպտաց գրկեց փեսային։ «Բարի գալուստ ընտանիք, որդիս»։ Էդուարդը հաղորդումից Գաբրիելի ընկերությունում հրապարակային նվաստացումից հետո վերջապես հետ քաշվեց։ Դադարեց զանգահարել, դադարեց հայտնվել, դադարեց նվերներ ուղարկել։ Մարինեն ընդհանուր ծանոթներից իմացավ, որ նա մոդելի հետ է հանդիպում, փորձելով ինքն իրեն աշխարհին ապացուցել, որ արագ հաղթահարել է ամեն ինչ։ Մարինեն չանհանգստացավ։ Այդ գլուխը վերջնականապես փակված էր։ Դա դեկտեմբերի մի գիշեր էր, երբ Երանը զարդարված էր Սուրբ Ծննդյան համար, որ Մարինեն հասկացավ, թե որքան էր փոխվել իր կյանքը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Նա Գաբրիելի բնակարանում էր, օգնելով նրան փոքրիկ տոնածառ զարդարել, երբ նա դադարեցրեց իր անելիքը պարզապես դիտում էր նրան։ «Ինչ պատահեց», հարցրեց նա, ծիծաղելով։ «Պարզապես հիանում եմ։ Դու ամեն ինչ ավելի գեղեցիկ ես դարձնում։ Դու այսօր շատ զգացմունքային ես։ Դա Սուրբ Ծննդյան ոգին է»։ Նրանք ավարտեցին տոնածառը զարդարելը, հանգիստ նստեցին բազմոցին, տաք շոկոլադով դասական Սուրբ Ծննդյան ֆիլմով հեռուստացույցով։ Մարինեն հանգիստ նստած էր նրա գրկում, լիովին խաղաղ։ «Մարինե», հանկարծ լրջորեն ասաց Գաբրիելը։ «Հը։ Ես քեզ համար մի առաջարկ ունեմ»։ Նա հեռացավ, նրան նայելու։ «Ինչպիսի» առաջարկ։
Նոր տարին անցկացնենք Դիլիջանում։ Միայն մենք երկուսս։ Ամառանոցում։ Ես շատ կցանկանայի։ Հրաշալի է։ Ուրեմն որոշված է։ Դեկտեմբերի մնացած մասն անցավ ակնթարթորեն։ Մարինեն օգնեց կազմակերպել ընկերության ամանորյա երեկույթը, շքեղ միջոցառում Դվին հյուրանոցային համալիրում։ Նա հագավ ոսկեգույն զգեստ, որը Գաբրիելն էր ընտրել նրա համար, միասին նրանք երեկոյի ամենագեղեցիկ զույգն էին։ Պարեցին, ծիծաղեցին, կենաց խմեցին գալիք նոր տարվա համար։ Դեկտեմբերի 31-ին նրանք ճանապարհ ընկան դեպի Դիլիջան։ Ամառանոցն էլ ավելի գեղեցիկ էր տարվա այդ եղանակին, ուժեղ ցրտով լուսադեմին ցրտահարության հնարավորությամբ։ Գաբրիելը նախապես ամեն ինչ պատրաստել էր։ Կերակուր կար, փայտ, բուխարի համար, գինի, նույնիսկ մի քանի սուրբ ծննդյան զարդարանք։ Նրանք դեկտեմբերի 31-ն անցկացրին հանգիստ։ Միասին եփեցին, քայլեցին տարածքով, հանգստացան։ Երբ երեկո եկավ, Գաբրիելը վառեց բուխարին պարզ, բայց էլեգանտ ընթրիք պատրաստեց։ Թխված հնդկահավ, փլավ, հունական բրինձ, աղցաններ։ Սառեցված շամպայնը սպասում էր սառնարանում։ Նրանք դանդաղ ճաշեցին, վայելելով յուրաքանչյուր պահը։ Խոսեցին ավարտվող տարվա մասին, այն ամենի մասին, ինչ միասին ապրել էին, ապագայի պլանների մասին։ Սա իմ կյանքի լավագույն տարին էր, ասաց Մարինեն։ Իմ էլ։ Եվ ես ուզում եմ, որ հաջորդը էլ ավելի լավը լինի։ Երբ կեսգիշերին 15 րոպե մնաց, Գաբրիելը վեր կացավ, ձեռքը մեկնեց նրան։ Արի ինձ հետ։ Ուր։ Կտեսնես։ Նա նրան տարավ դուրս, պատշգամբ, որտեղից լեռների տեսարան էր բացվում։ Երկինքը պարզ էր, լի աստղերով։ Հեռվից լսվում էին հրավառություններ այլ տներից։ Գաբրիելը Մարինեին գրկեց հետից, նրանք կանգնեցին այնտեղ, լռության մեջ, պարզապես վայելելով գիշերվա գեղեցկությունը։ Երբ 2 րոպե մնաց, Գաբրիելը հեռացավ։ Մարինեն շրջվեց նրան նայելու, հետաքրքրված։ Եվ հետո տեսավ։ Նա ծնկի էր եկել, ձեռքերում թավշյա փոքրիկ տուփով։ Նրա սիրտը կանգ առավ։ Մարինե, սկսեց նա, հուզված ձայնով։ Երբ դու մտար իմ կյանք, ես նույնիսկ չգիտեի, որ մոլորված էի։ Ես ուների այն ամենը, ինչ հասարակությունն ասում է, որ տղամարդը պետք է ունենա երջանիկ լինելու համար։ Հաջողություն, փող, ճանաչում։ Բայց ես դատարկ էի։ Եվ հետո դու հայտնվեցիր քո ուժով, քնքշության քողի տակ, քո քաջությամբ, փխրունության քողի տակ, քո լույսով, որը լուսավորեց իմ կյանքի ամենամութ անկյունները։ Մարինեն արդեն լացում էր։ Դու ինձ սովորեցրիր, որ սերը տիրապետման մասին չէ։ Այն գործընկերության մասին է։ Այն փոխադարձ հարգանքի մասին է։ Այն միասին աճելու մասին է։ Եվ ես չեմ ուզում իմ կյանքի մի նույն օրն անցկացնել առանց քեզ իմ կողքին։ Այսպիսով, Մարինե Հովհաննիսյան, դու համաձայնվում ես ամուսնանալ ինձ հետ։ Նա բացեց տուփը, բացահայտելով նուրբ նշանադրության մատանին։ Զմրուխտ, շրջապատված փոքրիկ ադամանդներով, սպիտակ ոսկուց։ Դա կատարյալ էր։ Մարինեն ձեռքերով բերանը ծածկեց, հեկեկալով։ Այո։ Այո, ես համաձայն եմ։ 1000 անգամ այո։ Գաբրիելը վեր կացավ մատանին դրեց նրա մատին։ Այնուհետ նրան քաշեց դեպի խորը համբույր, լի խոստումներով սիրով։ Եվ ճիշտ կեսգիշերին հրավառություններ պայթեցին երկնքում, կարծես ամբողջ տիեզերքը տոնում էր այդ պահը։ Շնորհավոր ամանոր, իմ սեր, շշնջաց Գաբրիելը։ Շնորհավոր ամանոր, ապագա ամուսին։ Նրանք վերադարձան ներս բուխարի ջերմությանը, նոր տարվա առաջին ժամերն անցկացրին, խոսելով ամուսնության, այն կյանքի մասին, որը միասին կկառուցեին, երազանքների պլանների մասին։ Մարինեն նայեց մատանուն իր մատին ժպտաց։ 1 տարի առաջ նա գերված էր մի ամուսնության մեջ, որը խեղդում էր նրան, անտեսանելի, լռեցված, կորած։ Եվ հիմա նա ազատ էր, սիրված, ամբողջական։ Նա ուներ աշխատանք, որը նրան բավարարում էր, մի մարդ, ով նրան հարգում պաշտում էր, պայծառ ապագա էր սպասվում։ Գիտես, ինչն է զվարճալի, ասաց նա, բարկաց Գաբրիելի կրծքին։ Ինչը։ Ես այնքան ժամանակ մտածում էի, որ ինձ ինչ-որ մեկն է պետք ինձ ամբողջացնելու համար։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես պարզապես պետք է ինքս ինձ գտնեի։ Եվ երբ ես ինքս ինձ գտա, երբ ես մենակ ամբողջական դարձա, հենց այդ ժամանակ հայտնվեց իսկական սերը։ Ոչ թե ինձ ամբողջացնելու, այլ ավելացնելու համար։
Գաբրիելը համբուրեց նրա ճակատը։ Դու ամենաիմաստուն մարդն ես, ում ես ճանաչում եմ։ Ես սովորեցի տառապանքից, բայց նա սովորեցի քեզանից։ Դու ինձ ցույց տվեցիր, որ հնարավոր է ուժեղ խոցելի լինել միաժամանակ, որ հնարավոր է սիրել առանց ինքդ քեզ կորցնելու։ Եվ դու ինձ ցույց տվեցիր, որ հաջողությունը չի չափվում փողով կամ իշխանությամբ։ Այն չափվում է երջանկությամբ, խաղաղությամբ, սիրով։ Եվ ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ, որովհետև ունեմ քեզ։ Նրանք այդպես քնեցին, միահյուսված Բուխարիի կրակը տաքացնում էր սենյակը, իսկ սերը նրանց սրտերը։ Հաջորդ ամիսներին Մարինեն Գաբրիելը պլանավորեցին մտերիմ հարսանիք։ Միայն մերձավոր ընտանիքի անդամներ, սիրելի ընկերներ։ Այն կլիներ Ծաղկաձորի մի ամառանոցում, շրջապատված բնությամբ, պարզ, բայց էլեգանտ։ Տիկին Սելինեն օգնեց նախապատրաստական աշխատանքներին, հուզված տեսնելով իր դստերը այդքան երջանիկ։ Ամբողջ ընկերությունը ցնծում էր նշանադրության լուրից։ Բեատրիսը Մարինեի համար անակնկալ հարսանեկան երեկույթ կազմակերպեց, գործընկերուհիները, նույնիսկ նրանք, ովքեր սկզբում բամբասել էին, անկեղծորեն ուրախ էին նրա համար։ Էդուարդը հարսանեկան նվեր ուղարկեց։ Իրականում, մի նամակ։ Մարինեն գրեթե չբացեց այն, բայց հետաքրքրությունը հաղթեց։ Դրանում նա ներողություն էր խնդրում։ Ճանաչում էր իր սխալները, խոստովանում էր, որ վատ էր վերաբերվել նրան երջանկություն էր մաղթում։ Նա ներողություն չէր խնդրում, քանի որ գիտեր, որ արժանի չէր։ Պարզապես ուզում էր, որ նա իմանա, որ ինքը սովորել է իր սխալներից։ Մարինեն կարդաց, ծալեց նամակը, պահեց դարակում։ Ոչ թե որպես հիշողություն, այլ որպես ավարտ։ Այդ գլուխը վերջնականապես ավարտված էր։ Հարսանիքը տեղի ունեցավ ապրիլի արոտ կեսօրին։ Մարինեն հագել էր պարզ սպիտակ ժանյակավոր զգեստ, ծաղիկների թագ, մազերին շողշողուն էր։ Գաբրիելը, մուգ կապույտ կոստյումով, չէր կարողանում դադարել ժպտալուց։ Երբ նրան տեսան քայլելիս դեպի խորան, մոր ձեռքը բռնած, նա լացեց։ Երդումները գրված էին իրենց կողմից։ Մարինեն խոստացավ լինել գործընկեր, ընկեր, ուղեկից։ Խոստացավ չկորցնել իր ձայնը, չհրաժարվել իր երազանքներից, անտեսանելի չդառնալ։ Խոստացավ սիրել ազատությամբ, սիրվել հարգանքով։ Գաբրիելը խոստացավ պատվել նրան, հարգել նրան, աջակցել նրան։ Խոստացավ լինել ոչ թե այն մարդը, ով կլրացներ նրան, այլ այն մարդը, ով քայլում էր նրա կողքին։ Խոստացավ սիրել նրա անկատարությունները, ինչպես իր հատկությունները։ Խոստացավ լինել տուն, երբ նրան հանգիստ էր պետք, թեր, երբ նա ուզում էր թրջել։ Երբ քահանան նրանց ամուսին կին հայտարարեց, համբույրը երկար էր, կրքոտ, լի ուրախությամբ։ Հյուրերը ծափահարեցին, ծիծաղեցին, լացեցին։ Դա կատարյալ էր։ Երեկույթին Մարինեն պարեց Գաբրիելի, մոր, Բեատրիսի, ընկերների հետ։ Ծիծաղեց մինչ որովայնի ցավը։ Ձեռքերով տորտ կերավ։ Հանեց կոշիկները մերկ ոտքերով պարեց խոտի վրա։ Դա իր ամենաիսկական տարբերակն էր։ Եվ երբ գիշերը իջավ, վառեցին ծառերից կախված լույսերը, Գաբրիելը Մարինեին նորից քաշեց պարելու։ Միայն նրանք երկուսը, դատարկ պարահրապարակի մեջտեղում, մեղմ երաժշտության տակ։ Ես քեզ սիրում եմ, Մարինե Սարգսյան, շշնջաց նա։ Ես քեզ սիրում եմ, Գաբրիել։ Շնորհակալություն ինձ սովորեցնելու համար, որ ես արժանի եմ սիրվելու։ Դու միշտ էլ արժանի էիր։ Պարզապես պետք է հավատայիր դրան։ Եվ հիմա ես հավատում եմ։ Իմ էության յուրաքանչյուր թելով ես հավատում եմ։ Նրանք համբուրվեցին աստղերի տակ, շրջապատված սիրով, հույսով, մի ապագայի խոստումներով, որը կկառուցվեր հարգանքով, գործընկերությամբ, շատ սիրով։ Մարինեն նախորդ տարին սկսել էր անտեսանելի, խեղդված, կորած։ Եվ հիմա ավարտում էր իր կյանքի այս գլուխը, շողշողուն, ազատ, ամբողջական։ Ոչ թե այն պատճառով, որ նա գտել էր մի հմայիչ արքայազն, ով փրկեց նրան, այլ այն պատճառով, որ նա գտել էր ինքն իրեն։ Եվ երբ նա ամբողջական էր, երբ նա ուժեղ էր, իսկական սերը եկավ։ Ոչ թե նրան ամբողջացնելու, այլ նրան տոնելու համար։ Եվ նա վերջապես հասկացավ, որ սերը չպետք է նվազեցնի մարդուն։ Այն պետք է բարձրացնի նրան։ Եվ Գաբրիելի հետ նա զգում էր, որ կարող է դիպչել աստղերին։ 3 տարի անց Մարինեն նստած էր Դիլիջանի ամառանոցի պատշգամբում, դիտելով, թե ինչպես է մայրամուտը լեռները նկարում նարնջագույն վարդագույն երանգներով։ Նրա կողքին, փայտյա սեղանիկի վրա դրված էր գոլորշիացող թեյի բաժակ։
Նա բռնած էր մի տետր, որտեղ ուրվագծում էր նոր հաճախորդի դիզայնի նախագիծը, բայց նրա աչքերը կորչում էին բնապատկերում, մտածելով այն ամենի մասին, ինչ ապրել էր։ Ամառանոցն այլևս պարզապես հանգստյան օրերի ապաստան չէր։ Այն դարձել էր երկրորդ տուն։ Գաբրիելը նա շաբաթվա կեսը անցկացնում էին Երանում, իսկ մյուս կեսը այնտեղ հեռակա աշխատելով, երբ հնարավոր էր։ Մարինեն սենյակներից մեկը վերածել էր իր ինտերիերի դիզայնի գրասենյակի։ Այո, նա վերջապես վերսկսել էր իր երազանքը։ Նա դասընթացներ էր անցել, պորտֆոլիո էր կազմել, քիչ-քիչ հաճախորդներ էր ձեռք բերել, ովքեր նրան էին փնտրում ոչ թե այն պատճառով, որ նա Գաբրիել Սարգսյանի կինն էր, այլ իր իսկական տաղանդի համար։ Հողային ճանապարհի վրա անվադողերի ձայնը հայտարարեց Գաբրիելի ժամանումը։ Մարինեն ժպտաց, նույնիսկ առանց նայելու։ Նա գիտեր նրա մեքենայի ձայնը, նրա քայլերի ռիթմը, նույնիսկ այն ձը, թե ինչպես էր նա բացում դուռը։ Նա մի քանի ակնթարթ անց հայտնվեց պատշգամբում, դեռ վերնաշապիկով, բայց թքերը ծալված փողկապը արդեն հանած։ Եկա, սերս, ասաց նա, թեքվելով նրան համբուրելու։ Ինչպես անցավ հանդիպումը։ Արդյունավետ։ Սանի տեխնոլոգիական ընկերության հետ պայմանագիր կնքեցինք։ Բայց ամենակարևորն այն է, որ հիմա տանն եմ։ Նա նստեց նրա կողքին, բռնելով նրա ձեռքը միահյուսելով մատները։ Մարինեն գլուխը դրեց նրա ուսին, նրանք մնացին այնտեղ հարմարավետ լռության մեջ, պարզապես վայելելով պահը։ Գիտես, ինչ էի մտածում, ասաց նա որոշ ժամանակ անց։ Ինչը։ Այն մասին, թե որքան տարօրինակ է կյանքը։ 3 տարի առաջ ես 0-ից էի սկսում։ Վախեցած, կորած, չիմանալով, կկարողանամ արդյոք մենակ գոյատել։ Եվ այսօր ես այստեղ եմ։ Քեզ հետ։ Երջանիկ։ Իրականացված։ Կառուցում եմ այն կյանքը, որը միշտ երազել եմ։ Եվ դու դա իրականացրիր, ասաց Գաբրիելը, շրջվելով նրան նայելու։ Դու քաջություն ունեցար նորից սկսելու։ Հավատալու, որ ավելիին ես արժանի։ Ես պարզապես բախտ ունեցա ճանապարհին լինելու, երբ դու որոշեցիր թռչել։ Մարինեն մեղմ ծիծաղեց։ Դու շատ գեղեցիկ ես արտահայտվում։ Դա այն պատճառով է, որ դու ինձ ոգեշնչում ես բանաստեղծական լինելու։ Նրանք ճաշեցին պատշգամբում, աստղերի տակ։ Գաբրիելը քաղաքից ճապոնական ուտեստներ էր բերել Մարինեի սիրելին։ Սուշիների սաշիմիների մեջ նրանք խոսեցին նրա նախագծերի մասին, նրա ընկերությունը դեպի հյուսիս արել ընդլայնելու պլանների մասին, ամուսնության տարեդարձի համար Եվրոպա հնարավոր ճանապարհորդության մասին։ Դու երբեք մտածել ես երեխաների մասին, հանկարծ հարցրեց Մարինեն, զարմացնելով նույնիսկ ինքն իրեն այդ հարցով։ Գաբրիելը դադարեց ուտել ու շադիր նայեց նրան։ Մտածում եմ։ Բայց միայն եթե դու ես ուզում։ Շտապելու կարիք չկա։ Ես ուզում եմ, որ դու քեզ պատրաստ զգաս։ Կարծում եմ, որ սկսում եմ պատրաստ զգալ։ Ոչ հիմա, բայց շուտով։ Ես ուզում եմ հնարավորություն ունենալ երեխա մեծացնել սիրով, հարգանքով, ազատությամբ։ Այնպես, ինչպես ես չէի մեծացել իմ առաջին ամուսնության մեջ, որտեղ ամեն ինչ վերահսկողության մասին էր։ Մենք մեր երեխաներին կմեծացնենք ազատ լինելու համար, ասաց Գաբրիելը, բռնելով նրա ձեռքերը։ Բարի, բայց ուժեղ լինելու համար։ Իմանալու համար, որ սերը երբեք չպետք է նվազեցնի մարդուն, այլ միշտ պետք է բարձրացնի նրան։ Մարինեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում։ Ինչպես էր նա այդքան բախտավոր, որ գտել էր նման մեկին։ Ավելի ուշ, պառկած անկողնում, բաց պատուհանից մտնող ճռիկների ձայնով, Գաբրիելը Մարինեին գրկեց հետից, համբուրելով նրա ուսը։ Շնորհակալություն, շշնջաց նա։ Ինչի՞։ Համար։ Ինձ ընտրելու համար։ Ինձ վստահելու համար։ Ինձ սովորեցնելու համար, որ իսկական սերը գործընկերության մասին է, ոչ թե տիրապետման։ Շնորհակալություն քեզ, ինձ տեսնելու համար։ Ինձ գնահատելու համար։ Ինձ ամեն օր հիշեցնելու համար, որ ես արժանի եմ սիրելու։ Նրանք այդպես քնեցին, միահյուսված, ինչպես միշտ անում էին։ Եվ Մարինեն երազեց ապագայի մասին։ Երեխաների մասին, ովքեր վազվզում էին ամառանոցում։ Դիզայնի նախագծերի մասին, որոնք տարածված էին սեղանին։ Մոխրագույն մազերի կնճռոտված ձեռքերի մասին, որոնք դեռ միահյուսված էին։ Տասնամյակների սիրո, հարգանքի գործընկերության մասին։ Երբ նա հաջորդ առավոտ արթնացավ, սենյակ ներխուժող արի առաջին շողերով, Մարինեն Գաբրիելից շուտ վեր կացավ։ Հագավ խալաթ, գնաց պատշգամբ։
Նստեց նույն տեղում, ինչպես միշտ սուրճի բաժակով, նայեց լեռներին, որոնք հիմա փայլում էին արշալույսի ոսկեգույն լույսի ներքո։ Նա մտածեց 3 տարի առաջվա Մարինեի մասին։ Այդ վախեցած կնոջ մասին, ով առանձնատնից դուրս եկավ ընդամենը 1 ճամպրուկով։ Այդ կնոջ մասին, ով կարծում էր, որ երբեք բավականաչափ ուժեղ չի լինի, երբեք բավականաչափ լավը չի լինի։ Եվ հետո մտածեց այսօրվա Մարինեի մասին։ Դիզայնի գործարար։ Սիրելի կին։ Ամբողջական կին։ Ոչ թե այն պատճառով, որ նա ամուսին ուներ, այլ այն պատճառով, որ նա գտել էր ինքն իրեն։ Որովհետև նա սովորել էր, որ ինքն իրենով բավարար էր։ Եվ սերը, որը եկավ հետո, պարզապես լավ ապրված կյանքի բոնուսն էր։ Գաբրիելը հայտնվեց նրա հետում, գրկելով նրան։ Բարի լույս, գեղեցկուհի։ Բարի լույս, սերս։ Ինչի՞ մասին ես մտածում։ Այն մասին, թե որքան արժեր։ Յուրաքանչյուր արցունք, յուրաքանչյուր վախ, յուրաքանչյուր նոր սկիզբ։ Ամեն ինչ արժեր այստեղ հասնելու համար։ Եվ մենք դեռ մի ամբողջ կյանք ունենք առջում։ Մարինեն շրջվեց նրա գրկում, համբուրեց նրան, քաղցր համբույր, լի խոստումներով։ Այո, նրանք մի ամբողջ կյանք ունեին։ Եվ նա վերջապես գիտեր, որ արժանի էր երջանկության յուրաքանչյուր պահին, որը գալու էր։ Որովհետև իսկական սերը չի բանտարկում։ Այն ազատում է։ Չի նվազեցնում։ Այն ընդլայնում է։ Չի վերահսկում։ Այն հարգում է։ Եվ Մարինեն գտել էր հենց դա։ Մի սեր, որը տոնում էր նրան այնպիսին, ինչպիսին նա էր, որը աջակցում էր նրա երազանքներին, որը քայլում էր նրա կողքին, երբեք չփորձելով լինել առաջ կամ հետում։ Հավասարների սեր։ Սեր, որը բուժում էր։ Սեր, որը նրան ստիպում էր զգալ, վերջապես ամբողջությամբ, տանը։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Գաբրիելի պատմությունը շոշափել է ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նման ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։